Դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը իրենք ինչ-որ չափով առկա են։ Իսկ ինչի է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն գնով ամեն գնով չէ, մեր ինքնիշխանության եւ մեր կարմիր գծերը ասել ենք, հա, եւ այդ շրջանակում մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ամենը իրականացնում է այդ նպատակով եւ ամերիկյան կողմի հայտարարությունը ես իհարկե դրա մասնագետը չեմ, բայց ցանկացած հայտարարություն, որը կօգնի կողմերին ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, համաձայնագիրը, ես կարծում եմ դրական վերաբերմունք ունեմ եւ հակառակը, եթե կլինի հայտարարություն, որը կհեռացնի կողմերին կամ կողմերից մեկին այդ հայտարարությունից, բնականաբար բացական գնանք։ Իսկ պարոն Պապյան, գերիների մասով ասում են, որ խաղաղության հաստատման համար գերիների վերադարձը կարևոր է։ Կա ամերիկյան կողմից ինչ-որ նախաձեռնողականություն այդ Չեմ տիրապետում այդ հարցերին, որովհետեւ դա իմ ոլորտային հարցեր չէ։ Նախարարների, այսինքն Հայաստանի եւ Ռուսաստանի Արարատ Միրզոյանը ստեղծան հայտարարեց, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդպիսի քննարկում կամ բանակցություն չկա եվրոպական կողմի հետ։ Ի վերջո, ինչի համար է դեպքում ընդունվեց Եվրամիության անդամակցության մասին այդ օրենքը եւ ինչի մասին է այդ։ Դա Եվրամիության անդամակցության մասին օրենք չէ, դա Հայաստանի մտադրություն, սա գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծ է, գործընթացի մեկնարկի մասին եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության հետ հարաբերությունների մասով ես ուզում ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Եվրոպական միությունում, Բրյուսելում, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանը այնքան, ինչքան Եվրոպական միությունը դա կհամարի հնարավոր կամ թույլատրելի։ Ես հիմա բառացի չեմ հիշում, հնարավոր։ Հետևաբար, սա ամենակարևոր քաղաքական հանձնառությունն է։ Մնացած գործողությունները, դրանք արդեն ըստ էության դրանց ենթագործողություններ կարող են լինել եւ այո, ինչ որ դուք ասիք, հայտ չենք ներկայացրել, իհարկե չենք։ Բայց կա ժամկետ, երբ եք պատրաստվում ներկայացնել։ Օրենքը